Մենք հիմա գտնվում ենք Solar-on ընկերության գրասենյակում։ Solar-on-ը Հայաստանում արևային վահանակներ եւ BIPV արևային լուծումներ արտադրող առաջին ընկերությունն է։ Ընկերությունը հիմնադրվել է 2016 թվականին եւ այսօր ունի Հայաստանում եւ արտերկրում ավելի քան 3000 նախագծեր իրականացված։ Solar-on-ը առաջարկում է արևային կայաններ տների եւ բիզնեսների համար, հատուկ լուծումներ արևային տարբեր ոլորտների համար, ինչպես նաեւ ժամանակակից ճարտարապետության համար նախատեսված արևային լուծումներ։ Եկեք հասկանանք, թե ինչու է ընկերությունը որոշել զարգացնել հենց տեղական արտադրությունը եւ ինչպես է ընկերության համահիմնադիր պարոն Արտուր Ալավերդյանը տեսնում բիզնեսի ապագան։ Բարև ձեզ, պարոն Ալավերդյան։ Բարև ձեզ։ Առաջին հարցը, ինչու որոշեցիք Հայաստանում ստեղծել արևային վահանակների արտադրություն։ Բարև ձեզ, շնորհակալություն հարցի համար։ Մի քանի պատճառ կար ստեղծելու արտադրությունը։ Մենք առաջի հերթին ուզում էինք Հայաստանում այդ տեխնոլոգիաների, արևային տեխնոլոգիաների ինդուստրիա որպեսզի զարգանա, եւ մենք մեր օրինակով ցույց տանք, որ դա հնարավոր է, որ Հայաստանում հնարավոր է ունենալ այդ արտադրությունը, որտեղ մինչև այդ ոչ ոք չէր հավատում, ընդհանուր բարձրաստիճան պաշտոնյաները եւ այլն, ֆանտաստիկա էին դա համարում։ Երկրորդը ապահովել Հայաստանի շատ արագ անցնելը դեպի վերականգնող էներգիա, դեպի ներքին ռեսուրսների վրա հիմնված էներգիայի աղբյուրների վրա հիմնված էներգիա։ Այսինքն շատ արագ ապահովել անցնել դեպի էներգետիկ անկախություն, Հայաստանի էներգետիկ անկախություն, որ մենք կարող ենք մեր ներքին սեփական ռեսուրսների վրա էներգիա արտադրենք եւ հետո հետագա ճանապարհը ցույց տվեց, որ մենք ճիշտ ուղղության վրա էինք եւ մենք շատ արագ այդ նպատակներին հասանք եւ հասնում ենք։ Իսկ սկզբնական շրջանում ո՞ր փուլն էր ամենաբարդը։ Պահանջարկի ձևավորումը, հաճախորդների վստահությունը, թե արտադրական գործընթացների կազմակերպումը։ Մենք շատ մեծ տասնյակ տարիների արտադրական փորձ ունեինք, այդ իմաստով արտադրության կազմակերպումը եւ այն մնացած բոլոր հարցերը մեզ մոտ բավական սահուն եւ առանց խնդիր տեղի ունեցավ։ Ամենադժվարը նա էր, որ մարդիկ հնարավորինս արագ սովորեն եւ վստահություն ձեռք բերեն այս տեխնոլոգիաների նկատմամբ, արևային էներգիայի եւ այլն։ Այսինքն սկզբնական շրջանում մի քանի տարին մենք զբաղվում էինք դրա պոպուլարիզացիայով, դրա հասանելիությունը բացատրել, ցույց տալ, որ դա բարդ բան չի, որ դա հեշտ է, որ դա վստահելի է, որ դա արդյունավետ է, նաեւ ֆինանսային տեսակետից արդյունավետ է եւ շատ այսինքն արագ կարա լուծի խնդիրները, որը որ հաջողվեց ու բավական հիմա մենք շատ հասանելի է բոլորի համար եւ հասկանալի է։ Այսինքն այդ process-ը, որ հասկանալի դառնա, վստահելի դառնա եւ մարդիկ համոզվեն, որ դա նաեւ շահավետ է, արդյունավետ է, այսինքն շահավետ է էկոնոմիկայի տեսակետից։ Հիմա ինչպես դուք նշեցիք ձեր խոսքում, Solar-on ընկերության առաքելությունն է վերականգնվող էներգիան հասանելի դարձնել մարդկանց եւ բիզնեսների համար։ Որքանով է հաջողվում Solar-on-ին իրականացնել այն։ Ես կարծում եմ մեզ բավական հաջողություն ունենք այս ճանապարհին, մեզ վստահում են մեր բոլորում հետ մենք առնչվել ենք, աշխատել ենք եւ ասենք թե մեր լուծումները իրանց տրամադրել ենք։ Բոլորը կարողանում են, բոլորը գոհ են, մեկը մյուսին խորհուրդ են տալիս, որ օգտվեք Solar-on-ի ծառայություններից, ապրանքներից եւ այդպես մենք տարեկան 700-800 տարբեր պրոյեկտներ ենք իրականացնում ամբողջ Հայաստանի տարածքում։ Հիմա եթե նայեք Հայաստանի քարտեզը ամբողջությամբ ծածկված է գրեթե երևի ամեն գյուղում մեր լուծումները կան, մեր ապրանքները կան եւ այդ մեր հաճախորդները ոչ մի խնդիր, այսինքն բոլոր խնդիրները մեր հետ մինչև հիմա լուծում են եւ հետո էլի վերադառնում են ու նորից ինչ որ ասենք իրենց մյուս նոր սարքած տանն են տեղադրում եւ այլն։ Այսինքն
շուկայում մեզ բավական հաջողվել է համբավ ձեռք բերել որպես տոփ մակարդակի ընկերություն, որը մեր լուծումներով որակով մենք կարողանում ենք իրենց 100% բավարարել եւ իրենց կողքը գտնել խնդիրները միշտ իրենց մենակ չթողնելով որևէ ինչ-որ խնդիրների հետ։ Սոլարոնը ունի 3000-ից ավել հաջողված նախագիծ, ինչը վկայում է, որ հաճախորդները վստահում են Սոլարոնի արտադրանքին եւ ծառայություններին։ Միանշանակ։ Հիմա դա շատ կարևոր որակի ցուցանիշ է։ Ոնց եք ապահովում ու վերահսկում այդ որակական ցուցանիշները։ Այստեղ մի քանի բաղադրիչ կա։ Մեկը առաջի հերթին այն արտադրական process-ը, որը մենք ունենք, թույլ է տալիս մեզ ամեն этаպում տեստավորել, տեսնել թե ասենք ինչ որ խնդիրներ կա, չկա, այսինքն արտադրության process-ի մեջ 3-4 этап կա տեստավորելու եւ հասկանալու, թե ասենք ոնց է, ինչա, որպեսզի ապահովել 100%-անոց բարձր մակարդակի վերջնական արդյունքը։ Դա մեկ։ Երկրորդը մենք աշխատում ենք միայն լավագույն բարձր որակի ունեցող հումք մատակարարների հետ։ Երրորդը մեր անձնակազմը պատրաստված բարձր մակարդակի աշխատակիցներ են, այսինքն ինժեներներ, մեխանիկներ, արտադրության աշխատող կոնսուլտանտներ, բոլոր անձնակազմը մեր տոպ մակարդակի մարդիկ են, որոնք խորը հասկանում են ամեն մի этаպը, ամեն մի process-ը եւ կարողանում են ճիշտ որակը ապահովել։ Երրորդը դա է նա, որ մենք միշտ մեր հաճախորդների հետ կապի մեջ ենք, այսինքն միշտ մենք իրենց կողքն ենք, իրենք մեզ միշտ հետադարձ կապ են ապահովում, թե այս ինչ բանը, սենց է, այս ինչ բանը, նենց է եւ այլն, ու դա մեզ մեծ փորձ ենք հավաքում եւ փոխում ենք այն բաները, որը որ դեպի լավագույն այսինքն բարելավում է եւ որակը ավելի լավացնում։ Այսինքն այդ հետադարձ կապը էլի ավելի աշխատում ու միշտ մենք դրա մեջ ենք, որովհետեւ մեր հաճախորդներին մեր մոտեցումը հաճախորդներին լսելը եւ իրենց հետ լինելը մենք միշտ բաց ենք դրա համար եւ կարողանում ենք այդ օգտագործել իրենց կարծիքը, թեկուզ ինչ որ խնդիրները մեր ներքին բարելավումների համար։ Իսկ ինչ դեր ունի նորարարությունը ձեր ընկերության ռազմավարության մեջ։ Գիտեք, դա նորարարությունը կարելի ասել մեր հիմնակարերից մեկն է, ու ամենակարևոր հիմնակարերից մեկը, որովհետև մենք միշտ ձգտում ենք լինել առաջադեմ, հետևում ենք այս տեխնոլոգիաների մեջ նոր մշակումներին եւ փորձում ենք այդ ամենը օգտագործենք մեր գործունեության մեջ։ Այսինքն այնպես նոր սեգմենտներ են առաջանում շուկայում եւ այլն, որը օրինակի համար նոր տեխնոլոգիաներ, որ նոր ձևով ես կարող ապահովես այդ բարձր որակը եւ ասենք բարձր էֆեկտիվությունը աշխատանքի եւ բարձր էֆեկտիվությունը մեր ապրանքների եւ դրանց երկարաժամկետ, այսինքն կյանքի երկարությունը աշխատելու, հա, մենք այդ որ ասում եմ cutting edge այդ բանի մեջ ենք միշտ եղել եւ միշտ մենք ձգտել ենք որ միշտ լինենք այդ առաջի շարքերում, այսպես ասած, եւ առաջի օրվանից մինչև այսօր եւ մեր աշխատանքի մեջ դա իհարկե ոնց որ ամենակարևոր դրույթներից մեկն է։ Շատ լավ, շնորհակալություն։ Եվ վերջի հարցը, ինչպես եք տեսնում ձեր հաջորդ քայլերը ապագայում։ Նայեք, հիմա մենք մի նորարարական ուղղություն ենք բռնել, որը կոչվում է
ոնց որ ինտեգրացված արևային էներգիա, ինտեգրացված ենթադրում է դա այն լոգիկան է, որ արևային էներգիան լինի շենքի, այսինքն պատի կամ կտուրի կամ թեկուզ գետնի կամ պատոհանի օրգանիկ մաս, այսինքն եթե դուք շենք եք կառուցում, այդ շենքը արդեն ունենա այդ հատկությունները, որ էներգիա է արտադրում։ Կտուրը իր երթին, պատը իր երթին, դա կոչվում է մի առանձին նոր մաս, նոր պրոդուկտների ոնց որ ասորտիմենտ, որը ոնց որ ինտեգրացված ֆոտովոլտաիկա է կոչվում, եւ մենք այդ մշակում ենք այդ պրոդուկտները եւ այդ պրոդուկտները առաջարկում ենք շուկային, մենք արդեն ունենք ուրեմն այտենց ռեալիզացված պրոյեկտներ եւ ոնց որ դա առանձին ուղղություն է, որը մենք անվանել ենք Solaron Architectural Innovation։ Այդ ուղղության վրա մենք հիմա բանակցություններ ենք վարում նաև մեր արտասահմանյան պարտներների հետ Հունաստանում, Գերմանիայում, Ֆրանսիայում, որ մենք կարողանանք այդ ոնց որ ապահովենք այդ նույն լուծումները իրենց շուկաներում եւ այտենց արդեն հաջողված кейսեր կան։ Մենք հիմա պլանավորում ենք գործարան կառուցել այդ թեմայով, այստեղ նախագծային աշխատանքներ ենք տանում, որ Հայաստանում այդ գործարանը մենք կառուցենք, այսինքն այդ ուղղությունը մեր համար հիմա ռազմավարական ուղղություն է, այդ բանի մեջ, այդ ոնց որ ինտեգրացված ֆոտովոլտաիկայի մեջ մենք նոր պրոդուկտներ ենք, ուրեմն բանում մշակում եւ նոր պրոդուկտներ ենք առաջարկում, կարող եք տեսնել մեր շոուրումում կամ ուրիշ տեղեր, Բացի այդ մենք բարելավում ենք եւ լավացնում ենք եղած պրոդուկտները, որովհետեւ ասենք ինքնից սարքում ենք ավելի հեշտ, ավելի հասարակ, որպեսզի ավելի նոր տեսքը դիզայնի հետ ենք աշխատում եւ այլն։ Այդ ուղղությունների վրա հիմա մենք կենտրոնացած ենք եւ ոնց որ ողջավորված այդ դրա վրա ենք աշխատում։ Մեր կարծում եմ այդ շատ հետաքրքիր եւ մեծ հնարավորություններ են բացում համ մեզ համար, համ էլ Հայաստանի։ Որպես արտահանող երկիր, ասենց ասենք, լուծումներ արտահանող, պրոդուկտներ արտահանող եւ այլն։ Սոլարանի պատմությունը ցույց է տալի, թե ինչպես կարող է տեղական արտադրությունը վերածվել տեխնոլոգիական բրենդի միջազգային հավակնություններով։ Պարոն Աղավազյան, շատ շնորհակալություն ձեր հարցազրույցի համար, ինքը ցենց համ հետաքրքիր էր, համ ասենց դրական պոզիտիվ լիցքերով, որ ինչ հետաքրքիր զարգացումներ են սպասվում։ Ձեզ եմ շնորհակալ։ Մենք մեր օրինակով ուզում ենք ցույց տալ, որ Հայաստանում հնարավոր է այն ինչ որ ամեն բան հնարավոր է անել այն դրական միտումները, զարգացնել տեխնոլոգիաները եւ դառնալ նաեւ այդ տեխնոլոգիաների, այդ բարձր տեխնոլոգիաների արտադրության երկիր։ Ու դա շատ կարևոր եմ համարում։ Միանշանակ, շնորհակալություն։ Եվ շատ արագ նաեւ անցնել այդ մեր ոնց են ասում, energy independence եւ էներգետիկ անկախության։ Շնորհակալություն։ Ձեզ եմ շնորհակալ։